սպասում ենք բնականաբար, որ դատարանը կգտնի իր մեջ բավարար խիզախություն, որպեսզի կայացնի իրոք արդար որոշում։ Այսինքն լավատեսորեն եք տրամադրված։ Միշտ պետք է լավատեսորեն մոտենանք, թեպետ վերջին շրջանում բոլորս միասին ականատես ենք լինում այն ռեպրեսիաների, այն գործողությունների շղթայի, շարանի եւ ըստ էության հիմա մենք խոսել, չգիտեմ, իրավաբանության, իրավական փաստարկների, փաստերի մասին առհասարակ կարծում եմ իմաստազուրկ է, որովհետեւ սա բնավ իրավաբանական կամ իրավական գործընթաց չէ, սա բացահայտ քաղաքական գործընթաց է, հետեւաբար այստեղ միայն քաղաքական արգումենտացիայով պետք է խոսել։ Բնականաբար, որ ասում եմ շղթա է, նկատի ունեմ, որ այստեղ էլ որևիցե իրավական գործընթաց չկա։ Դուք ինքներդ տեսաք 3 օր շարունակ գործը քննվում էր, կարծում եմ աննախադեպ էր հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի համար, որտեղ կարևորագույն հարցներ քննարկվում եւ նույնիսկ մակերեսորեն, եթե դուք դիտել եք եթերը, տեսել եք քանի հոգով են ներկայացված եղել պաշտպանական խումբը, այսպես ասած, ինչ փաստաթղթերով, ինչ փաստարկներով եւ հակառակ կողմը այսպես վստահ լինելով, որ որոշումը արդեն կա, գրված է, որևիցե, չգիտեմ, տրամաբանական եւ ռացիոնալ արգումենտացիա չբերելով, շատ հեշտությամբ կայացրեցին այդ որոշումը, ինչը եւս վկայում է, որ սա քաղաքական պրոցեսի մի մաս է։